Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Կոնջորյան։ Պարոն Կոնջորյան, եկեք սկսենք թրիփից, որքան էլ որ արդեն տեխնիկական բովանդակությունը հրապարակվեց, ահագին քննարկվեց, այդ մասին նաեւ Արարք Միրզոյանը շատ մանրամասն ներկայացրեց, բայց այնուամենայնիվ շահարկումները չեն դադարում։ Նախ անդրադառնանք նախկին բանակցողներից մեկին Վարդան Օսկանյանին, որը սա համարում է ողորմելի, սա կրկին համարում են միջանցք, ասում են, որ սա 26% ինքնիշխանության մասին է, սա կրճոն է, որին կարելի էր հասնել անգամ առանց բանակցելու եւ այսպես շարունակ։ Վերջին շրջանում շատ ենք լսում ուժեղ բանակցելու մասին, հատկապես դրա մասին խոսում են նախկին բանակցողները։ Եկեք հասկանանք, թե նախկինում ինչ էին բանակցում ուժեղները եւ ինչու են այսպես թշնամաբար տրամադրված թրիփի պրոյեկտի հատկապես մասով եւ գիտեք, միջ այդ շահարկումներն էին, որ դա միջանցք է ենթադրում, հիմա երբ գալիս է թրիփի տեխնիկական բովանդակությունը պատասխանելու այդ հարցերին, կարծես թե էլի հաշտ չեն եւ անգամ այն դեպքում, երբ այնտեղ այդքան բազմաթիվ անգամներ նշված է ինքնիշխանության բառը, նշում են, որ սա այնուամենայնիվ զիջում է։ Դե ըստ էության Վարդան Օսկանյանի մասին խոսելու շատ բան չկա, որովհետեւ նրա քաղաքական եւ աշխատանքային կենսագրության դրվագներն են ողորմելիության վառ ապացույց, երբ որ նրան գնում էին եւ բանակցում էին Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին, երբ որ նրանք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն էին պատրաստ զիջելու, երբ որ նրանք ըստ էության գույք պարտքի դիմաց ծրագրով ուրեմն Հայաստանի կարևորագույն ակտիվները տալիս Ռուսաստանին 100%-ով այդ ժամանակ իրենք չէին հիշում, չէին հասկանում եւ գիտակցում սեփական ողորմելիության ողջ պերճանքն ու դժվարությունը։ Վարդան Օսկանյանը կարծում եմ որևէ կերպ այլևս որևէ ծանրակշիռ միտք ասելու ընդունակ չի եւ եթե նույնիսկ ասի էլ դա որևէ մեկին որևէ կերպ չի հուզում, հա, այսպես ասած, որովհետեւ կարեւոր է որ քաղաքական գործիչը իր անցած ճանապարհով այնպիսի քաղաքական կշիռ ունենա, որ երբ նա ինչ-որ մի բան ասի, դա որևէ կերպ կարողանա քաղաքական իրողությունների մեջ բան փոխել։ Օսկանյանը ըստ էության այդ անձնավորությունը չի։ Ինչ վերաբերում է թե ինչու են նրանք խաչակրած արշավանք սկսել թրիփի դեմ, դա շատ պարզ պատճառով, որովհետև իրենց երազանքը չի իրականացել, իսկ իրենց երազանքն այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը այսպես կոչված միջանցք տար, դեռևս 2020 թվականից նրանք լինելով տարբեր օտարերկրյա ուժերի պրոքսիներ Հայաստանում փորձում էին ամեն կերպ ըստ էության առաջ մղել այդ օրակարգը եւ լուծարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, դրա վերջնանպատակը դա էր։ Մենք մշտապես պաշտպանել ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխան շահերն ու իրավունքները եւ թրիփի վերջին հայտարարության մեջ եւս տասնյակ անգամներ շեշտվում են Հայաստանի ինքնիշխանության մասին, սա Հայաստանին եւ հայ ժողովրդին, Հայաստանի ժողովրդին բերելու է բարեկեցություն, բերելու է տնտեսական զարգացում, սա բերելու է եւ ամրապնդելու է խաղաղությունը եւ սրանք բաներ են, որոնք որ հակադրվում են պատերազմի մունետիկների մշտական շահերին, իսկ Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանը, բոլոր նրանք, ովքեր որ հանդես են գալիս խաղաղության օրակարգի, թրիփի, Հայաստանի ժողովրդավարական զարգացման, Հայաստանում ընթացող դրական պրոցեսների դեմ, դրանք պատերազմի մունետիկներն են եւ մենք իհարկե չենք թողելու, որ նրանց ծլվելոցը շատ բան փոխի մեր իրականության մեջ։ Պարոն Կոնջորյան, տեսեք, խոսենք նաև հաջորդ դիլեմայից, այսօր շատ ենք քննարկելու հատկապես դիլեմաները։ Ադրբեջանի նախագահը Դավոսում հայտարարեց, որ եթե Հայաստանը եւ Ադրբեջանը բավարար չափով կամք դրսևորեն, ապա մոտ ժամանակներում հնարավոր կլինի նաև խաղաղության պայմանագրի ամբողջական ստորագրումը։ Թվում է, թե սրա շահառուն հատկապես ընդդիմությունը պիտի լիներ, որովհետև իրենք շատ էին այսպես խոսում, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ գնալ խաղաղության, ինչպես եք վստահում Իլհամ Ալիևին, նրա խոսքին եւ անգամ օգոստոսի 8-ից հետո ասում էին, որ դա պարզապես նախաստորագրում է, դեռևս ստորագրում չէ։ Հիմա երբ Ալիևը խոսում է, որ բավարար կամքի դեպքում հնարավոր է հասնել ստորագրման, նույն ուժերը հիստերիայի մեջ են, ասում են, որ սա նախընտրական տրամաբանության մեջ օգնություն է ձեր ուժին։
Ինչպես հասկանալ նաև սա, ինչպես նաև գերիների թեման, որ այդքան շահարկվում էր էլի ընդդիմության կողմից, իրենք կարծես թե անհամաձայնություններ ունեին, ասում էին, որ դա շատ անբարոյական գործարք է երկու սիրիացիներին փոխարինել 4 գերիներով, այսպես շարունակ, այս դիլեմաները հասկանանք էլի, ինչու է ընդդիմությունը անընդհատ դժգոհ։ Դժգոհում է, որ խաղաղություն չկա, հիմա խաղաղություն կա, դժգոհում է, որ խոսվում է խաղաղությունից, գերիներից է խոսում, հիմա գերիները վերադարձան 4 առնվազն եւ իրենք էլի դժգոհություններ ունեն, որովհետեւ ընդդիմության ռազմավարությունը հետեւյալն է, որքան վատ, այնքան լավ։ Հետեւաբար որքան լավ, այնքան վատ իրենց համար։ Այսինքն իրենց տրամադրությունը հետեւյալն է, որքան վատ Հայաստանի համար, այնքան լավ իրենց համար, որովհետեւ իրենք կարան դրա համար մեղադրեն իշխանություններին մեզ։ Եվ քանի որ հիմա լավ process-ներ են գնում, ընդդիմության համար ստացվում է որքան լավ, այնքան վատ։ Դրա համար իրենք այդքան տխուր են եւ դժբախտ են։ Ինչպես որ դուք ասացիք դժգոհ են, ես կարծում եմ ոչ միայն դժգոհ են, իրենք նաեւ դժբախտ են, որովհետեւ միայն կատարելապես դժբախտ եւ անհաջողակ մարդը կարող է տխրել եւ այդ տխրությունը չթաքցնել, երբ որ մեր հայրենակիցները գերությունից վերադառնում են իրենց ընտանիքներ, որովհետեւ կատարելապես դժբախտ մարդը կարող է խաչակրած արշավանք սկսել խաղաղության օրակարգի դեմ, որովհետեւ միայն կատարելապես դժբախտ մարդը կարող է հարցակվել բոլոր այն լավ գործընթացների վրա, որոնք որ տեղի են ունենում։ Ես վստահ եմ, որ իրենք օգտվում են այդ խաղաղության եւ ապաշրջապակման պտուղներից։ Ես վստահ եմ, որ մի հատ նայենք կտեսնենք, որ ընդդիմության ներկայացուցիչները լավ էլ գնում են եւ այդ Ադրբեջանից ներմուծված բենզինը լիցքավորում են իրենց մեքենաները։ Շատ լավ էլ գնում են, կարող է բան են անում, գլխարկ ակնոց են դնում, որ իրենց չնկատեն։ Իրենք առաջինն են օգտվում ապաշրջապակման եւ խաղաղության պտուղներից։ Առաջինը, բայց հետո երեսպաշտորեն ճամարտակում են, որ այ տեսեք, սա չի կարելի, սա այսպես, սա այնպես։ Նրանք լինելու են առաջին շահառուները։ Ես վստահ եմ, որ հիմա արդեն նույնիսկ բիզնես պլաններ են կազմում, թե ինչպես ապաշրջապակման արդյունքում, թրիպի գործարկման արդյունքում ոնց անեն, որ մի 2 կոպեկ ավել աշխատեն։ Լավ, քանի որ նաև նախընտրական շրջանը արդեն մեկնարկել է, կարծես թե Կարապետյանները օրերս հայտարարեցին, որ արդեն մեր ձևովը գրանցել է ուժեղ Հայաստան կուսակցություն եւ Նարեկ Կարապետյանը ասուլիսով հանդես եկավ, իրենց գալու պարագայում ինչ խոստումներ են տալիս պարոն Կոնջորյան, 300,000 աշխատատեղ, 3,000 փոքր բիզնես, որը չի հարկվելու, առհասարակ փոքր բիզնեսը չի հարկվելու, հարկեր չեն գանձելու նրանցից, 20% գնիչեցում դեղամիջոցների պարագայում, իրենց առաջնորդը ստանալու է 1 դրամ աշխատավարձ, դրսում գնալու է որս է անելու եւ այսպես շարունակ։ Հիմա սա դասական պոպուլիզմ է, թե նաեւ որոշակիորեն անարգանք նաեւ ընտրողի հանդեպ, որովհետեւ կարծես թե ընդհանուր առմամբ էլի ծրագիր չկա։ Գաղափարական ծրագիր կարծես թե չի առաջարկում, թե ինչ է պատկերացնում։ Եվ խաղաղության պայմանագրի մասով ասում եմ, որ մենք կարծում ենք, որ հավելյալ երաշխավոր կողմ է պետք։ Իսկ թվում է այս process-ի մեջ կարելի է մյուս բաների մասին չխոսել։ Միայն այդ 1 դրամի մասին բարբաջանքով կարելի է ընդհանրապես բան անել, մերկացնել իրենց ամբողջ ծրագիրը, որովհետև տեսեք, դա հայտի փաստ է ամբողջ աշխարհում, որ ժողովրդավարական երկրներում կառավարությունների գործատուն ժողովուրդն է։ Եվ նա ով քո գործատունն է, նա էլ պիտի քեզ վճարի։ Եթե քո գործատուն քեզ չի վճարում, դու ասում ես պետք չի մի վճարի, ապա ով է վճարում։ Դու պարտական ես քո գործատուին։ Եթե քո գործատուն քեզ փող չի վճարում, դու պարտական ես նրան, ով քեզ փող է տալիս։ Հիմա ով է փող տալու Կարապետյաններին։ Կարապետյանները նրանց էլ լինելու են պարտական։ Ոնց է ստացվում, որ այս մարդիկ իրենց բիզնեսները դրսում են, իրենց երեխաների կամ թոռների մի մասը դրսի քաղաքացիություն ունեն, կամ իրենք ունեն եւ Հայաստանի, բայց նաեւ դրսի քաղաքացիություն, մենք նաեւ վերջերս իմացանք, որ իրենց հիմնադիրներից կարծես թե ոնց որ չեն հերքել, որ նաեւ ունեն Ռուսաստանի քաղաքացիություն։ Այսինքն, երբ որ այս մարդկանց շահերի կենտրոնը ֆինանսական, հիմնականում ֆինանսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանից դուրս, եւ իրենք գալիս են Հայաստանը անվճար փրկելու, ես կարծում եմ, որ սրանից ավելի մեծ ապացույց չկա, որ նրանք Հայաստանի ինքնիշխանության դեմ քաղաքական դիվերսիա են անում։ Եվ դա նշանակում է, որ իրենք կառավարվելու են ստվերային ուղղություններից։ Որտեվ էլի եմ ասում, եթե դու չես վճարվում քո ժողովրդի կողմից, նշանակում է դու վճարվում ես ուրիշի կողմից։ Ուղղակի այլ կերպ հնարավոր չի։ Չկա աշխարհում որևէ ժողովրդավարական իշխանություն, որը որ գա եւ հայտարարի, ասի, որ մենք աշխատավարձ չենք ստանալու։ Դա մի անգամից նշանակում է, որ նրանք անոնս են անում վերահաս կոռուպցիան։
Իսկ դրանից հետո թե արդեն ինչ ծրագիր են իրենք առաջարկում 300,000 աշխատատեղ, բոլորը ազատվելու են հարկերից, բոլորը լինեն ուրախ եւ երջանիկ, արևը միշտ 365 օր արևա լինելու, բանը երբեք բան չի լինելու, ասենք ձյուն չի գալու, փողոցները միշտ Գիտեք, ասենք կարելի է քաղաքական, իհարկե քաղաքական մանկամտությունը կարելի է անվերջ մեկնաբանել, բայց ես կարծում եմ, որ եթե հնարավոր լիներ եւ այս մարդիկ այդքան անորսալի չլինեին եւ նրանց հետ լիներ հնարավոր բանավիճել ուղիղ եթերով, իրենց փաստարկները ուղղակի ջարդու փշուր կլինեին։ Պարոն Գոնջարյան, այնուամենայնիվ մտահոգվելու չէ, որ ծրագրերի օրակարգերի բանավեճ չի ձևավորվում եւ կամ այսպես դիսկուրս չի ձևավորվում այդ առումով ընդդիմադիր քաղաքական շրջանակը կամ բոլոր այն շրջանակները, ովքեր հավակնում են դառնալ ընդդիմություն, իրենց գլխավոր թեզն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա, թե իրենք գալով ինչ են առաջարկում, այստեղ մեծ բաց կա։ Հիմա նաեւ ձեր ուժի համար խնդիր չէ, որ այդ առողջ ընդդիմություն ասվածը դեռևս չի ձևավորվում կամ եթե անգամ դաշտում կա, ապա չի երևում։ Ես կարծում եմ, որ այս կամ այն կերպ միևնույն ծրագրային բանավեճ գնում է։ Որովհետև տեսեք, մենք ինչ ենք, մենք այն ինչ որ անում ենք, դա առաջարկում ենք։ Մենք առաջարկում ենք խաղաղության օրակարգ, մենք խաղաղություն ենք առաջարկում, մենք ասում ենք, որ այլևս կա խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, հեսա կլինի 2 տարի կրակոցից զոհեր չենք ունեցել, Հայաստանը ապաշրջափակվում է, վառելիքի գները իջնում են ապաշրջափակման արդյունքում, հացահատիկ ենք ներմուծում, նաև ու շարունակելու ենք ներմուծել նաև այլ բաներ, Հայաստանը թևակողում է խաղաղ զարգացման դարաշրջան։ Սա մեր առաջարկն է, եւ այս առաջարկը մարդիկ գիտեն, սա մեր պրոդուկտն է, եւ այդ պրոդուկտը շատ կոնկրետ արդեն արդյունքներ է տալիս։ Մարդիկ գնում են եւ այդ էժան բենզինը լցնում են իրենց մեքենաները։ Հիմա Կարապետյանների էժան պոպուլիզմը մարդիկ չեն կարող լցնել իրենց մեքենաները։ Կարապետյանների էժան պոպուլիզմով հնարավոր չի որևէ կերպ Հայաստանի տնտեսական զարգացում անել, որովհետև այդ մարդիկ ախր եթե այդքան խելացի էին եւ ազնիվ, իրենք հեծը թող չթողեին այդ դժվար վիճակում։ Հեծը թող չէ եւ այն բոլոր բիզնեսները, որոնք որ իրենք Հայաստանում սկսել են, ստացել են բազմաթիվ արտոնություններ եւ հիմա ասում են, որ այ մենք բանի գումարի կարիք ընդհանրապես չունենք։ Եվ ինչ վերաբերում է թե ինչ ծրագիր են առաջարկում, ես կարծում եմ, որ ավելի կարեւոր է նախ եւ առաջ թե իրենք ով ում է առաջարկում, որովհետև իրենք նախ իրենք իրենց են առաջարկում մեր հանրությանը, հասկանում եք, մարդիկ են կարևորը, ամենագլխավորը մարդիկ են, հետո նոր ծրագրերը, որովհետև դու կարող ես ունենալ հրաշալի եւ ազնիվ մարդիկ, ովքեր ունեն վատ ծրագիր, եւ դու կարող ես ունենալ խայտարակ վատ մարդիկ, ովքեր ունեն լավ ծրագիր, եւ երբ որ մարդը կոռումպացված է, թալանչի է, անազնիվ է եւ կառավարվում է ուրիշների կողմից, կարևոր չի թե ինքը ինչ ծրագիր է բերել, որովհետեւ ըստ էության իր արժեքային համակարգով նա նրա ծրագրերը չեն բխում ժողովրդի իրական նպատակներից եւ երազանքներից։ Իսկ Կարապետյանները թե ովքեր են, բոլորս էլ գիտենք եւ իրենք իրենց առաջարկում են Հայաստանին եւ մենք գիտենք նորից եմ ասում, որ այդ մարդկանց տնտեսական եւ իրական շահերի կենտրոնը Հայաստանը չի։ Որ պահին, որ նրանք ընտրության առջև կանգնեն, Հայաստանը թե իրենց կապիտալը, իրենք նույնիսկ աչքը չթարթելով ընտրելու են սեփական կապիտալը, իրենց համար Հայաստանի ժողովուրդը ընդամենը շահագործման օբյեկտ է, ընդամենը հանքանյութ է, որից իրանք իրենց եկամուտն են ստացել եւ ստանալու են, եթե հանկարծ կարողանան ինչ-որ մի բան փոխել, իսկ իրենք չեն կարողանալու ոչինչ փոխել։ Լավ, խորհրդարանական ընդդիմության հաջորդ թեզերից մեկը, որ վերագրվում է ձեր իշխանությանը, մեկ բառով եթե ասեմ, թրքացում։ Հատկապես այն ուժերը, որոնք այսպես խիստ աֆիլիացված են Ռուսաստանի հետ եւ կամ այդ բնական պորտալարով կապված են Ռուսաստանի հետ, իրենք խոսում են, որ այս իշխանությունները տանում են դեպի թրքացում, անգամ գիտեք Հական Ֆիդանի հայտարարությունը, որ լրիվ այլ բանի մասին էր, այստեղ անգամ լրատվականներում ձևակերպվեց այնպես, որ 2026 թվականին Թուրքիան աջակցելու է Նիկոլ Փաշինյանին ու այսպես շարունակ։ Այսինքն ինչու այս մարդիկ նախ այդքան անհանգստացած են, որ այս իշխանությունները տանում են դեպի թրքացում եւ էլի գալիս են փրկելու, ասում են, որ տեսեք, այլ ընտրանքը սա է, կամ թրքացում, կամ Ռուսաստան։ Հիմա այստեղ էլի կամ-կամի մոտեցումն են բերում։ Ասում են, տեսեք, որ վատի եւ վատագույնի մեջ կարծես թե պիտի ընտրեք։ Այսպիսի մոտեցում է, ինչ որ վերջին շրջանում անընդհատ խոսում են, որ դե եթե չեք ուզում Ռուսաստան, դե կլինի Թուրքիա։ Շատ լավ, եւ դրա պատասխանը էլի եմ ասում, բենզալցականներում մարդկանց հերթերն են Ադրբեջանից ներմուծված ավելի էժան
դիզվառելիք գնելու համար։ Այդ մարդիկ իրենք պատասխան են տալիս այս ընդդիմության թրքացման մասին բարբաջանքներին, որովհետև գիտեք, կյանքը հաղթում է պաթոսին։ Կենցաղը հաղթում է էժանագին պաթոսին։ Նորից եմ ասում, մարդիկ կարող են այդ էժան բենզինը լցնել իրենց մեքենաները, տեղաշարժվել, գնալ A-կետից B-կետ։ Ընդդիմության էժանագին պոպուլիզմը չեն կարող լցնել իրենց մեքենաների մեջ եւ չեն կարող շարժվել առաջ։ Այդ է խնդրեմը եւ այսա մեր ընդդիմության մեծագույն երևի դժբախտություններից մեկը, որ իրենք կյանքից կտրված են, որ իրենք ապրում են սեփական ուրեմն հեքիաթների աշխարհում, որտեղ որ իրենք գլխավոր հերոսների դերում են։ Եվ իրենք ուզում են, որ այդ հեքիաթները պարտադրեն նաև մեր հանրությանը։ Իսկ մեր հանրությունն ապրում է իրական կյանքում, իրական խնդիրներով, իրական խնդիրներով, եւ մարդիկ հիանալի հասկանում են, թե իրենց ինչ է պետք։ Եվ իրենց պետք է խաղաղություն, մեր ժողովրդին պետք է խաղաղություն, եւ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Իսկ ով ինչ process-ի արդյունքում թրքանում է, չի թրքանում եւ այլն, ես կարծում եմ, որ դա ընդհանրապես այլևս Հայաստանի քաղաքական կյանքում որևէ կշիռ չունեցող խոսակցություններ են։ Եվ ես ուզում եմ ասել, որ մենք շատ գնահատում ենք Թուրքիայի կողմից խաղաղության գործընթացի ողջունումը, դա շատ կարևոր հայտարարություն է եւ մենք նաեւ Թուրքիայի հետ ենք աշխատում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եւ ես շատ լիահույս եմ, որ մենք առաջիկայում այդտեղ եւս ունենալու ենք շատ լավ նորություններ։ Պարոն Կոնջարյան, իսկ պետք է կշիռ տալ օրինակ Ռուսաստանից եկող հայտարարությունների, մասնավորապես Սոլովյովը, որ ասում էր պետք է Հայաստանում էլ գնալ հատուկ գործողությունների, Զախարովան իհարկե ասաց, որ դա պարզապես լրագրողի կարծիք է, բայց հետո արդեն Դուգինը եկավ նրան հաստատելու, Լավրովը եկավ այսպես ամրագրելու նրանց ասածը, որ այնուամենայնիվ Հայաստանը չի կարող լինել միաժամանակ եւ Եվրամիությունում եւ ԵԱՏՄ-ում նաեւ մտահոգիչ համարեց, որ Եվրամիությունը պատրաստվում է աջակցել Հայաստանին հիբրիդային պատերազմի դեմ, ասում է, եթե հատկապես ընտրություններում խոսվում է մոլդովական սցենարիի մասին, ես հայ հասարակության փոխարեն կանհանգստանայի, որովհետև Մոլդովայում Եվրամիությունը գնաց ընտրակեղծարարությունների, այսինքն Լավրովը զգուշացնում է հայ հանրությանը, որ Եվրամիությունը իր աջակցությամբ պատրաստվում է այստեղ էլ ընտրակեղծարարությունների գնալ, եւ նաեւ խոսեց եկեղեցու մասին, խոսեց քաղբանտարկյալների մասին, պետք է արդյոք կշիռ տալ այս հայտարարություններին եւ արդյոք սա ուղիղ միջամտություն է թե ոչ։ Նախ իհարկե որևէ միջամտության փորձ Հայաստանի ներքին գործերին անընդունելի է եւ մենք որևէ կերպ չենք կարող դա ընդունել, բայց այդ հայտարարությունների վերաբերյալ մեր հանրության դիրքորոշումները շատ ակնհայտ եւ յուրեղացվում են տարին տարվա վրա, հա, այսպես ասած, եւ մենք ազատ հասարակություն ենք եւ նման հայտարարությունները մեր հանրության մեջ պատշաճ եւ տեղին արձագանքներ են գտնում ինչ որ մի կողմից ինչքան ուզում են թող նման հայտարարություններ անեն, որովհետեւ ես նորից եմ ասում, մեր հանրությունը եւ մեր հանրային դերակատարները, բացի կառավարող ուժից, հանրային դերակատարների մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր հիանալի թացեչորից տարբերում են, եւ մարդիկ շատ լավ հասկացել են, որ այս տարիների ընթացքում նմանատիպ շրջանակներ պարբերաբար փորձել են ոտնձգություններ կիրառել Հայաստանի ինքնիշխանության դեմ եւ հայտնի է թե դա ինչ արդյունքի է բերել։ Դա ոչ միտեղ տանող ճանապարհ է, ոչ միտեղ, որովհետեւ մենք չենք տրվելու նմանատիպ սադրանքներին, մենք հավատարիմ ենք մնալու մեր քաղաքական ուղեգծին, խաղաղության օրակարգ, հարևանների հետ բնականոն հարաբերություններ, ապա շրջափակում, տնտեսական զարգացում, թրիփ, ժողովրդավարություն, սրանք մեր առաջնահերթություններն են եւ մենք մեր ժողովրդի հետ միասին գնալու ենք այս առաջնահերթությունների իրագործման ճանապարհով։ Գիտեք, այն ինչ որ լավ է մեր համար, լավ է մեր ժողովրդի համար, այն ինչ որ լավ է մեր ժողովրդի համար, լավ է մեր համար։ Բայց այն ինչ որ լավ է անդիմության համար, վատ է մեր ժողովրդի համար եւ այն ինչ որ լավ է մեր ժողովրդի համար, վատ է անդիմության համար։ Այս է խնդրեմը։ Դրա համար մենք մեր ժողովրդի վստահությունը ունենք եւ մենք մեր ժողովրդի վստահությունը շարունակելու ենք ունենալ։
Լավ, Լավրովին մտահոգում է արևմուտքի, այսպես ասած, աջակցությունը եւ կամ իրենց բառերով ասած միջամտությունը, բայց արդյոք մտահոգվելու տեղիք տալիս է այն փաստը, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը 165 միլիոն դոլար է հատկացրել, այսպես ասած, իրենց քաղաքականությունը որոշ երկրներում փափուկ ուժի միջոցով տեղ հասցնելու համար, հատկապես ուշադրության կենտրոնում է Հայաստանը։ Հիմա ինչ կարող է տեղի ունենալ եւ ինչ սպասել, այսինքն հատկապես նշվում է, որ Կոպիրկին այդ իմաստով ունի հանձնարարություն, Հայաստանը ուշադրության կենտրոնում է, քանի որ այս տարի ընտրություններ են 165 միլիոն դոլարը փոքր գումարների մասին չէ խոսքը, այնուամենայնիվ, պարոն Կոնջարյան, մենք կարող ենք ենթադրել, որ այն ամեն դեպքում փորձելու են որևէ կերպ միջամտել ընտրական process-ներին կամ, չգիտեմ, նախընտրական տրամադրություններ ստեղծելու առումով, այնուամենայնիվ գոնե փորձ արվելու է։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում նախընտրական տրամադրություններ ստեղծում է ժողովուրդը իր հիմնական նպատակադրումներով, ցանկություններով եւ առաջնահերթություններով։ Սրանք են նախընտրական տրամադրությունները, եւ այդ տրամադրությունները ամենալավը մենք ենք հասկանում որպես կառավարություն, որպես կառավարող ուժ, մեր ժողովրդի հետ ամենօրյա շփմամբ, մեր ժողովրդի իրական կարիքները գիտակցելով, մնացած բոլոր փորձերը, այդ թվում, չգիտեմ, ինչքան փող կներդրվի եւ այլն, դրանք ուղղակի դատարկ գործողություններ են, որովհետեւ որևէ նշանակություն չեն ունենալու, որովհետեւ ես էլ եմ ասում, մարդը ինքը սեփական կյանքի լավը եւ վատը շատ լավ հասկանում է։ Ի վերջո, այո, քաղաքական քննարկումները կարող են լինել, մեկնաբանություններ կարող են լինել ճիշտ եւ սխալ գործողություններ, այդ թվում նաեւ մեր կողմից, բայց ի վերջո մարդը շատ լավ հասկանում է, որն է իր կյանքի համար, իր երեխայի, իր ընտանիքի կյանքի համար, որն է լավ, որն է վատ։ Մարդը նայում ասում է, 2 տարի է սահմանին զոհ չի եղել։ Հիմա դա լավ է թե վատ է։ Մարդը ասում է լավ է։ Նայում է տենում է, որ ճանապարհները բացվում են, ապրանքների գները իջնելու է, ասում է դա լավ է թե վատ է։ Լավ է։ Տենում է, բայց ընդդիմությունն ասում է վատ է, ասում է, սրանք ինչ որ մի բան, սրանց հետ ինչի։ Մարդը նայում տեսնում է, որ Հայաստանի միջազգային կշիռը մեծանում է։ Հայաստանի ղեկավարը աշխարհի խոշորագույն երկրների ղեկավարների հետ բանակցություններ է վարում իշա Հայաստանի Հանրապետության։ Մարդը նայում ասում է լավ է, թե լավ չի։ Լավ է, որովհետև համեմատում է այն նախորդ իշխանության հետ, որոնք որ դիվանագիտական մուրացքանի ցուպը ձեռքներին գնում էին այս երկրից այն երկիրը, փորձում էին աղերսել, որ ինչ որ մի հատ դեկլարացիա, ինչ որ մի հատ բանաձև ընդունվի Հայաստանի Հանրապետության համար, որը ի վերջո Հայաստանի ժողովրդի կյանքի վրա զրո ազդեցություն էր գործում, որովհետև մարդիկ շարունակում էին մնալ չքավոր, մարդիկ արտագաղթում էին, իրենց ասած այսպես կոչված խաղաղության մեջ զոհեր էին լինում պարբերաբար սահմանին։ Հիմա մարդը վերցնում համեմատում անցյալը եւ ներկան եւ ասում է, որ մարդը ընտրում է ներկան, մարդիկ ընտրում են կյանքը, իսկ ընդդիմությունը ընտրում է մահը, ընդդիմությունը մահվան վաճառականությամբ է զբաղվում, ընդդիմությունը պատերազմի մունետիկն են, իրենք ուզում են էլի եմ ասում, որքան վատ, այնքան լավ, եւ մարդիկ ընտրում ու ընտրելու են կյանքը։ Դրա համար ընդդիմությունը երբեմն անօգնականությունից դրդված սկսում է մեղադրել մարդկանց, սկսում է մեղադրել չարանալ մարդկանց վրա, մարդկանց ասել այ որ տարբեր անվանարկումներ անում մարդկանց եւ ժողովրդին, որ մարդիկ ընտրում են սեփական կյանքը եւ ոչ թե ընդդիմության տապալված ծրագրերը։ Պարոն Կոնջարյան, քաղաքասարակության մեղադրանքներին էլ անդրադառնանք այդ իմաստով, տեսեք, ասում եք, որ մարդիկ գնում են, հասկանում են իրենք ինչ են ընտրում են մահը թե կյանքը, բայց օրինակ քաղաքասարակության որոշ ներկայացուցիչներ ձեր իշխանությանը հատկապես մեղադրում են այն առումով, որ ժողովրդավարական լծակներ եք տալիս ավտորիտար ուժերի, այսինքն ավտորիտար ուժեր ընտրապայքարի մեջ են մտնում եւ հավակնում են իշխանության գալ, եւ այս դեպքում ասում են նաեւ վտանգի տակ է դրվում ժողովրդավարությունը։ Հիմա արդյոք նաեւ չգիտեմ, կան նման քննարկումներ կամ կա նման մոտեցում, որ պետք է գնալ որոշակի սահմանափակումների, այսինքն այն ուժերը, որոնք բացահայտ կապ ունեն արտաքին, այսպես ասած, երկրների արտաքին ուժերի հետ, ինչու՞ չէ, բարբերաբար խոսվում է Ռուսաստանից եկած միլիարդատիրոջ մասին, հիմա նաև այսպես արդարացի մեղադրանք կա քաղաքասարակության կողմից, թե ինչու են այս մարդիկ առհասարակ մտնում ընտրապայքարի մեջ եւ այդ մեծ գումարներով փորձում, այսպես ասած, պայքարել ընդդիմության դաշտում գոնե իրենց տեղը ունենալու համար եւ այստեղից տուժում է նաեւ ընդդիմությունը, այն դաշտը, որը կարծես թե չի կարողանում մրցել այդ մեծ գումարների հետ։ Տեսեք, մենք պետություն ենք եւ մենք պիտի առաջնորդվենք օրենքով։ Եթե կան փաստեր հանցագործության կամ ենթադրել հանցագործության վերաբերյալ, բնականաբար պետությունը իր ողջ համապատասխան գործիքակազմով պայքարում է հանցավորության դեմ։ Սա այստեղ մենք կոմպրոմիս չունենք։
Բայց մյուս կողմից տեսեք ժողովրդավարությունը քաղաքական այնպիսի համակարգ է, որ հնարավորություն է տալիս օգտվել իր բարիքներից նաև նրանց, ովքեր փորձում են վնասել հենց իրեն ժողովրդավարությանը։ Սա ամբողջ աշխարհին հատուկ բան է։ Ժողովրդավարությունը այո ինքը հնարավորություն է տալիս նաև չարամիտներին օգտվելու իրենից։ Մինչև այն պահը, մինչև այն գիծը, որտեղ որ չարամիտները դառնում են հանցագործներ եւ դրանից հետո ժողովրդավարությունը բնականաբար պիտի կարողանա պաշտպանել ինքն իրեն, որտեղ ժողովրդավարությունը պիտի ատամներ ունենա եւ կարողանա պաշտպանել ինքն իրեն եւ այսօր ես պիտի ասեմ, որ Հայաստանում ժողովրդավարությունը ունի այդ ատամները, Հայաստանում ժողովրդավարությունը ունի այդ բռունցքները, որով որ ինքը իրեն կարողանա պաշտպանել օրենքով սահմանված կարգով։ Եթե կա մեղադրանք, որ որևէ մեկը հանցանք է գործել, դրա վերաբերյալ կան հիմնավոր փաստեր եւ քննություն չի իրականացվում եւ համապատասխան process-ներ չեն գնում, դա ուրիշ պատրաստ եմ լսել եւ եթե այդպիսի բան կա ընդունել նույնիսկ, բայց եթե ենթադրությունն այն է, որ ենթադրյալ այդպիսի մարդիկ պետքա քաղաքական գործունեությամբ չզբաղվել եւ իշխանությունը պիտի տարածք ազատի այլ ուժերի համար, որ նրանք գան եւ կայանան որպես ընդդիմություն, ապա ես դրա հետ համաձայն չեմ, որովհետեւ մենք մեր սրտի ընդդիմությունը չունենք եւ չենք ուզում ունենալ, եւ Հայաստանը ազատ երկիր է, ազատ պետություն է, ժողովրդավարական պետություն է եւ քաղաքական համակարգը պիտի կարողանա նաեւ ինքնակազմակերպվել եւ ինքնակարգավորվել եւ քաղաքական ուժեր պիտի ձևավորվեն այս ազատության պայմաններում։ Խոսքս հատկապես նրա մասին էր, որ օրինակ մեր ձևով ուժը գործում է շարժման տրամաբանության մեջ, գրասենյակներ է բացել, կամավորներ ունի, նաև աշխատողներ, հետո Սամվել Կարապետյանի որդին հիմնադրամ է բացել, որ ուսանողներին առաջարկում է վարձավճարի փոխհատուցում, այսինքն սա մտահոգիչ չէ եւ արդյոք օրենքի բաց չկա այստեղ, որ ուժը, որը հիմա արդեն գրանցված կուսակցություն է եւ հավակնում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, շարժման տրամաբանության եւ կամ բարեգործական հիմնադրամի տրամաբանության մեջ փորձում է մարդկանց որոշակիորեն շահագրգռել։ Նույն քաղաքասարակցության այս թեմայի վերաբերյալ քննարկումներ գնացել են ու նույն քաղաքասարակցության բազմաթիվ ներկայացուցիչներ այս հարցի հետ կապված նաև ունեն հակառակ կարծիք։ Կան ներկայացուցիչներ, ովքեր ասում են, որ այո, պետք է արգելել եւ պետք է կարգավորումները այնպես անել, որ չկարողանան, բայց կան նաև այլ քաղաքասարակցության ներկայացուցիչներ, ովքեր ասում են, որ եթե այդ կարգավորումները մտնեն, նաև այլ ավելի նորմալ քաղաքասարակցության ներկայացուցիչների վրա դա եւս կտարածվի ֆինանսավորման աղբյուրների եւ այլնի հետ կապված։ Այնպես որ ամեն ինչ այդպես միանշանակ չի, այդ քաղաքասարակցության մի մասը, այո, գուցե երբ որ իրեն պետք է, այս կամ այն հարցը մեկնաբանում է մի ձևով, բայց մեդալը ունի երկու կողմ եւ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ չվնասելու տրամաբանությամբ առաջնորդվել, իսկ այդ կոնկրետ ձեր նշած թեմայով քննարկումներ կան ու կարծում եմ, որ այնտեղ որտեղ որ օրենքը ունի բաց, այդ օրենքը կշտկվի։ Եվ ամփոփելով խոսենք նաև եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումները, պարոն Կոնջարյան, գիտեք, որ տևական ժամանակ է խոսվում է բարենորոգման օրակարգի մասին, 10 եպիսկոպոսներ, ավելի քան 3 տասնյակ քահանաներ են միացել, բայց կարծես թե սա այլը տեղից չի շարժվում, ժողովրդական լեզվով ասած։ Եվ նաև Գարեգին բան պատրաստվում է Ավստրիայում հրավիրել եպիսկոպոսատ ժողով, թեև 10 եպիսկոպոսները հանդես եկան պատասխան հայտարարությամբ, որ դա այսպես ասած արգելված է եւ պետք է ամեն ինչ անել, որ թույլ չտալ նրան, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ Գարեգին բան անկոտրում է, այսպես ասած, եւ պատրաստվում է Ավստրիայում եպիսկոպոսատ ժողով հրավիրել։ Նախ ինչ է կարծում, արդյոք դա կանոնական խախտում է թե չէ, թեև պատկերացնում եմ, որ այդ առումով կարող է շատ ինֆորմացիա չունենանք, բայց նաև հասկանանք, թե որտեղ է այս պատճառը հետևանքային կապը, այսինքն ինչ վախեր ունի Գարեգին բան եւ ինչով է պայմանավորված, որ արդեն եկեղեցու կանոնադրությանը վերաբերվող հավաքները դրսում են հրավիրվում։ Սա արդյոք մտահոգիչ չէ։ Դե այն, որ Կտրիչ Ներսիսյանը փորձում է նման ժողով հրավիրել Հայաստանից դուրս եւ փաստորեն նա չի կարողանում Հայաստանում հրավիրել այդ ժողովը։ Դա նշանակում է, որ նա այլևս կաթողիկոս չէ, նրա խոսքը որևէ կշիռ չունի, նա չունի ազդեցություն եւ նա չի կարողանում Հայաստանում եպիսկոպոսատ ժողով գումարել։ Սա արդեն իսկ ամենավառ ապացույցն է, որ մենք չունենք կաթողիկոս։ Կտրիչ Ներսիսյանը ապօրինի զբաղեցնում է այդ գահը եւ բնականաբար նա պիտի լքի այդ գահը։ Բայց չի հեռանում։ Դա, գիտեք, գործընթաց է, process է, ժամանակ է պահանջում, բարենորոգման օրակարգը չունի հստակ deadline-ներ, հա, որ ասենք վաղը չէ մյուս օրը պետք է անենք։ Դա գործընթաց է եւ օրինակ ամիսներ առաջ ես կարծում եմ, որ որևէ մեկի մտքով գուցեև չանցներ, որ մենք այսօր լինելու ենք այս հանգրվանում եւ ես վստահ եմ, որ շատ ու շատ
բարեպաշտ հոգևորականներ միանալու են բարենորոգման օրակարգին, Կտրիչ Ներսյանը ուղղակի տարբերակ չունի, նա պիտի հեռանա, ուղղակի փորձում է որքան կարող է վնասել հեռանալուց առաջ հայ առաքելական եկեղեցուն, մենք պիտի այնպես անենք, որ թույլ չտանք այդ վնասը։ Իսկ գուցե փորձում է ժամանակ շահել, ինչպես խոսակցություններ կան, որ սպասում է 26 թվականի ընտրությունները։ ընտրությունները։ Որտեղ ակնհայտ է, որ իրենք բան են անում, կառավարվում են նաև դրսի ուժերի կողմից եւ իհարկե նրանց ուրեմն տեխնիկավարները նրանց համապատասխան հրահանգներ են տալիս, բայց նորից եմ ասում, այս process-ը անդառնալի է, այդ անդառնալիության կետը անցել է եւ Կտրիչ Ներսյանը պարզապես շանս չունի, նա պիտի հեռանա։ Իսկ ընտրական process-ում իրենց միջամտությունը այնուամենայնիվ կտեսնենք, պարոն Կոնջարյան, որովհետեւ օրինակ Կալանավայրից պարբերաբար ակտիվ հայտարարություններով է հանդես գալիս Միքայել Աջապահյանը։ Դուք հիշում եք, որ նաև ձայնագրություն եղավ, որ փորձում էին նույնիսկ զոհվածի ընտանիքին պարտադրել գնալ ցույցերի կառավարության դեմ ընտրությունների, նաև հայտարարություններ եղան իրավապահ մարմինների կողմից ընտրական process-ների վրա ազդեցություն ունենալու մասին, միշտ էլ փորձել են անել, հիմա էլ եթե հանկարծ փորձեն անել, արժանանալու են ամենախիստ պատժին։ Աջապահյանը պարբերաբար իդեպ Կալանավայրից խոսում է երկրի ծանր իրավիճակի մասին։ Իրենք միշտ էլ խոսել են, ծանր իրենց իրավիճակն է, առաջին հերթին իրենց հոգևոր իրավիճակն է, որովհետև հայ առաքելական եկեղեցին դարձել էին տարբեր խմբերի համար քաղաքական պայքարի հենակետ, բարիկադավորվել էին հայ առաքելական եկեղեցու վրա ընդդեմ Հայաստանի լեգիտիմ իշխանության եւ Հայաստանի ժողովուրդը իր գնահատականը տվել է 2021 թվականի ընտրություններից։ 2021 թվականի ընտրությունից հետո Կտրիչ Ներսյանը ուղղակի պետքա գետին է մտներ։ Որովհետեւ եթե դու քեզ համարում ես կաթողիկոս եւ դու պահանջում ես վարչապետի ու կառավարության հրաժարականը, հետո ընտրություններում ժողովուրդն ընտրում է իր վարչապետին եւ իր կառավարությանը, դա նշանակում է ժողովուրդը քեզ ուղղակի ապտակ է տալիս, ասում է որ քո խոսքը 0 արժե։ Կտրիչ Ներսյանը հենց այդ պահին պետքա իր վեղարը գցեր եւ ուղղակի հեռանար։ Շնորհակալ եմ, պարոն Կոնջարյան։ Շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջարյանի հետ։ Կհանդիպենք։